Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով դատական նիստը ավարտվեց դեռ չսկսված։ Դատավորն Էլի Բաղդասարյանին հետաքրքրում էր, թե որտեղ է Գասպարին, մինչդեռ հենց ինքն էր նրան 6 ժամով հեռացրել դատական նիստից։ Ակնհայտ է մի բան, որ դատարանը հայտնվել է փակուղում։ Պաշտպանին զարմացնում են դատավորի քայլերը։ Սկզբում Վարդգես Գասպարիին բերման ենթարկելու որոշում է կայացնում, հետո խափանման միջոց է ընտրում կալանքը նիստերին մասնակցությունը ապահովելու նպատակով, իսկ հետո էլ հեռացնում նիստերի դահլիճից։ Դատավորը լավ չի կողմնորոշվում, թե միգուցե ինչ է ցանկանում, ինչ է անհրաժեշտ դատական այս պրոցեսի համար։ Իսկ Վարդգես Գասպարին այսօր հրավիրվել էր նոր հոգեբուժական կլինիկա, դատահոգեբուժական փորձաքննության։ Դրա առիթ էին դարձել իր դեմ հարուցված քրեական գործով քննիչին ուղղված Գասպարիի հարցապնդումները, թե արդյոք նա կապ է ունեցել մարտի 1-ի դեպքերի հետ։ Դա համարել է ուրեմն ոչ իրավաչափ, ոչ ադեկվատ, տարօրինակ պատասխան։ Տիգրան Եգորյանը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելը համարում է ճնշում իր պաշտպանյալի նկատմամբ։ Քրեական հետապնդման ալտերնատիվ է եւ շատ դեպքերում ավելի արդյունավետ է լինում մարդկանց կոտրելու, մարդկանց այսպես հնազանդեցնելու եւ վարկաբեկելու, սոցիալապես ոչնչացնելու տեսանկյունից։ Պաշտպանը ոչ միայն դիմել է գլխավոր դատախազությանը բողոքարկելով քննիչի որոշումը, այլև նույն քննիչին առաջարկ է ներկայացրել։ Ես առաջարկեցի, որ մինչև Վարդգես Գասպարիի փորձաքննությունը նախ ինքը անցնի, բայց նա խուսափեց ասելով, որ ինչ որ 7 տարի առաջ անցել է, գործի ընդունվելուց անցել է։ Գասպարիի դատահոգեբուժական փորձաքննությունն այսօր չկայացավ։ Փորձաքննության հաջորդ օրվա մասին կողմերին կտեղեկացվի լրացուցիչ։